բարի ձեզ հարազատներս, այնքան կարևոր տեսահոլովակ եմ ուզում նկարահանեմ, որ չեմ համբերում լույսը բացվի նոր։ Ուրեմն, այսօր մի քանի թեմա երևի իրար միացնեմ, կպատմեմ մի զորավոր աղոթքի մասին, կպատմեմ մի քիչ Սուրբ Անտոնի մասին, Սուրբ Անտոն մեծի մասին, որտեղից սկսեցի սա, ինչի համար է այս ամենը, կան կանայք, ովքեր զավակներ են կորցրել, պարբերաբար գրում են կոմենտներ, որ բժշկուհի լույսս մարել է, ինչ անեմ, չգիտեմ ինչ անեն, սիրտս ուզում չգիտի ինչ անի, ուզում պատրվի, բայց չգիտի ու Աստծուն եմ, ես ինչի չգիտեմ, ասում Աստված ինչ անի այս մարդը։ Ու կարծում եմ պատասխանը ստացել եմ, փորձեմ իմ հասկացածի չափով, մեզ չի որ շատ բան գիտեմ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Սկսեմ մի քիչ երկար է լինելու տեսահոլովակը, ուրեմն մի կին իմ հետևորդներից գրում է ամռանը, որ արտասահմանից գալիս եմ բժշկուհի ջան, ձեզ համար գրքեր եմ բերում։ Տեսա գրք կարդալու շատ մեծ խոսում են, որ գրքեր եմ կարդում, բայց ժամանակ չունեմ բոլորովին, բժշկություն եմ կարդում, հազիվ հասնում եմ մի քիչ կտակարան տպեմ, մի քիչ նարեկ կարդամ, դե հայոց պատմությունն էլ բացած չեմ կարողանում, որ օրը 10 էջելա գոնե հասցնեմ կարդամ։ Դե որ ասում եմ գրքեր եմ բերելու, ասեցի դե լավ, շնորհակալություն, ժամանակ չեմ ունենում հետը հանդիպեմ, Լուսինե Ոսկանյան, իմիջիայլոց շնորհակալություն գրքերի համար, շատ լավ գրքեր են։ Ու ասում եմ, գիտեք, կենտրոնում Բեգլարյան կլինիկան կարող է հարմար լինի բերեք այդտեղ, ասում եմ, բերում է, գնում եմ, վերցնում եմ, հետո գիտեմ տոպրակի մեջ չեմ էլ հանելու այդ գրքերը, երևի Լուսնեն զգում է, որ չեմ հանելու, ասում եմ, բժշկուհի ջան, այնքան լավ գրքեր են, զորավոր։ Եթե դուք չեք կարդալու, կարգին մի հասկացող մարդու տվեք։ Բերում եմ գրքերը հանում, սիրուն նկարում իր համար, որ տեսեք, որ բացել եմ արդեն, մեջից հանում մի հատ շատ բարակ բրոշուրի նման մի գիրք, ասում դրա մի քանի էջ կարդամ, այս մարդուն ասեմ, որ տես ինչքան կարդացի։ Ինչ մի քանի էջ, այս գիրքը ինձ տանում է լրիվ, կլանում տանում եմ մի զորավոր աղոթքի մասին, ամենազորավոր աղոթքը տերտերները հոգևորականը ներեն, որ ես այսքան բաներից եմ խոսում, կարող անենց հիմարներ լինեն, որ գրեն մարդկանց մեջից, սովորական մարդկանց մեջից, որ ասեն քարոզներ է կարդում, քարոզներ չի բոլորովին, ժողովուրդ ջան, իմ հոգևոր ճանապարհից կիսվում եմ, կան մարդիկ, որ որոնց հետաքրքրի սա։ Մի խոսքով սա մի զորավոր աղոթքի մասին է, վեց բարանոց Տեր Հիսուս Քրիստոս ողորմիր ինձ մեղավորից, որ մի մարդ ուզում է, մի մարդ գնում է հավատացյալ մարդ է լինում, պատմում եմ այդ գիրքը, մի քիչ կպատմեմ, մի անգամ եմ կարդացել այդ բրոշուրը, ուզում եմ երկրորդ անգամ կարդամ, էլի կանգնել եմ։ Ուր է մի մարդ հավատացյալ մարդ է լինում, կտակարան է կարդում, գնում է պատարակների ու հարց է մոտ առաջանում, գրած է, գնում կտակարանում կարդում է անդադար աղոթեցեք, գնում է պատարակին, ասում են անդադար աղոթեցեք, ասում Աստված ջան, ինչ է անդադար աղոթելը, ոնց կլինի, բա հաշ չուտենք, ջուր չխմենք, ոնց անենք։ Մի հոգևորականին է հարցնում, չի գտնում պատասխանը, մյուսին է հարցնում, իր ունեցվածքը վաճառում է, մի տոպրակը վերցնում մեջը չոր հաց լցնում ու գնում, ասում է, գնում եմ Աստված ջան, աշխարհով մեկ ճամփորդեմ, մինչև այդ հարցից պատասխանը գտնեմ։ Ճանապարհին էլի տարբեր հոգևորականների, տարբեր եկեղեցիների միջև պատասխանը գտնում եմ։ Մի հոգևորականը իրեն սովորացնում է այդ, որ զորավոր աղոթք կա, որ դա արտասանես, դա ասես շատ լավ կլինի, այդ Տեր Հիսուս Քրիստոս ողորմիր ինձ մեղավորից։ Մյուսը սովորացնում է ինչպես արտասանես, որ հոգուտ փակվես քո մեջ, եթե անգամ տեղել չունես փակվելու հոգուտ աչքերը դեպի սիրտդ, որ սրտիդ պիտի ասես, սրտիցդ պիտի այդ ամեն ինչը գա։ Ու կրկնում ես, սկզբից սրտիդ աշխատանքի հետ ես հարմարեցնում, հետո շնչառությանդ հետ ես հարմարեցնում, սկզբից 1000 անգամ ես օրվա մեջ ասում, հետո 3000 անգամ, հետո 6000 անգամ, այս մարդը սկսում է դա անել ու հոգևոր այնպիսի աճ է ունենում, որ գալիս է հասնում միտեղ, որ արդեն դրախտային ուրախությունն ու երջանկությունն է զգում, արդեն այնպիսի զգացմունքներ են, որ ինքը ոնց որ դրախտում լինի, ոնց որ մարդ դրախտում կզգա, ինքը այդ բոլոր զգացմունքներն ունենում է։ Ու շատ զորավոր է, մի խոսքով ես սրա հիացած ես գրքով, բայց գրքի մեջ ես մարդը, որ պատմում է իր կյանքը, պատմում է, որ այդ տոպրակի մեջ, որ չոր հաց էր վերցրել, հետը կար կտակարանը, մեկ էլ մի ուրիշ գիրք, որը կոչվում է Վարք Հարանց։
վարկ ես լսած չեմ այդ գրքի մասին, բացում եմ տեսնում ես մարդը ինչ գիրք կարդալուց է եղել, ռուսերեն դաբրատալյուբիե, թե դաբրալյուբիե, անունները լավ չեմ բանում, կգրեմ վերևներում ինչ որ գրքի մասին ասում եմ։ Ուրեմն սրբերի գրառումներն են մեզ հասած ու սկսվում է առաջի բացում եմ բանում ինտերնետում տեսնում անվճար դրված է այդ գիրքը առաջի հատորը ու առաջի հատորը հենց սկսում է Սուրբ Անտոն մեծի գրառումներով։ Ուրեմն Սուրբ Անտոն մեծի մասին շատ եմ լսած, որ իր նկարը երևի տեսել եք Միքելանջելոյի նկարած Սուրբ Անտոնի չարչարանքները մի քանի միլիոն դոլարով վաճառված, էլ չգիտեն Միքելանջելոն նկարել թե ոչ։ Թռուցիկ շատ այդպես տեղեկություններ ունեի տարբեր Սուրբ Անտոնի մասին, բայց որ կգա ժամանակը, որ ինձ կհամարեն, որ արժանի Սուրբ Անտոնի գրառումները կարդալու, Փառք Տիրոջս ու համոզված չեմ որ ես հասկանում եմ ինչ է գրված այնտեղ, բայց մի թռուցիկ բաներից ուզում եմ ձեր հետ կիսվել։ Սուրբ Անտոնը ճգնավորության հիմնադիրն է, որ գնացել է ճգնավորության, միջև իրանել էին գնում ճգնավորության, երևի գիտեք որ մարդիկ թողում են իրենց ունեցվածքը, վաճառում ամեն ինչը գնում մեկուսանում, որ կտակարան կարդան, աղոթեն, այդ հոգևոր ճանապարհն անցնեն, հասնեն Աստծու։ Ու տարբեր կյանքի իմաստներ կան, մարդիկ արդեն խոսացել ենք, որ ամեն մարդ իր համար է դնում կյանքի իմաստը ու ըստ սրբերի կյանքի իմաստը նա է, որ այս հոգին, որ մտել է մեր մարմնի մեջ, որ կարողանա այս հոգին միայն մարմնում կարող է աճել տարբեր մակարդակների միջև կարողանա Աստծո ներկայությամբ գոյատևել, սա է ճանապարհը հոգու։ Ու իրան գնում են ճգնավորության, որ հոգին կարողանա ավելի հեշտ գտնի ճանապարհը դեպի Աստծուն։ Բայց Սուրբ Անտոնը այդ ճգնավորության հիմքերը դնում է, որ ճգնավորը ինչ անի, որ ճիշտ ապրի, մի խոսքով համարվում է հիմնադիրը, որ հասկանանք Սուրբ Անտոնը որտեղ է գտնվում, մի հետաքրքիր մի ճգնավոր, այդ ճգնավորները արդեն ասել եմ տարբեր մակարդակների հասնում են, սկսում հեշտակների հետ խոսել, արդեն իմանում են ինչ է լինելու ապագայում, ինչ է լինելու, մի խոսքով դրանք արդեն ուրիշ մակարդակներ են, ոչ բոլորիս հասանելի։ Սա ինչի համար են պատմում, որ իմանանք մենք որտեղ ենք, կան սրբերի կյանքը, մենք պարբերաբար պետք է կարդանք սրբերի կյանքի մասին, որ տեսնենք ուր ենք գնում։ Ու սրբերից մեկը ճգնավորներից ծերունիներից մեկը, որ արդեն սկսում է հրեշտակների հետ զրուցել, հրեշտակին հարցնում է, ասում եմ կարես ցույց տաս սրբերը որտեղ են հիմա ու հրեշտակը ցույց է տալի այս սուրբը մակարը այստեղ է, այս սուրբը այս մեկը այստեղ է, այն մեկը այնտեղ է, որ բոլորին ցույց է տալի, ասում է բա Սուրբ Անտոնը որտեղ է, ասում է Սուրբ Անտոնը Աստծո հետ է, որ իմանեք որտեղ է, էլի Սուրբ ում մասին ենք խոսում։ Ուրեմն Սուրբ Անտոնի պատմություններից մի հետաքրքիր պատմություն եմ ուզում պատմել, որը էլի իմ հարցերից մեկի պատասխանն էր, իմ հարցերը որն էր վերջերս, որ ես ինչ եմ մարդկանց այսքան դեբիլ համարում, որ դեբիլությունը ինձ համար անտանելի մեղք, ասա արդեն ասել, ես բոլոր մեղքերը կարամ հասկանամ, բացատրեմ, որ մարդ ինչի են մյուսին սպանեց, որ այսքին ինչի իր ամուսնուն դավաճանեց, բոլորը կարամ հասկանամ, մտնեմ այդ մարդու մաշկի, բայց դեբիլություն չեմ կարող հասկանալ։ 2025 թվականին որ մարդ կարա դեբիլ լինի, չեմ կարող հասկանամ, գիտեմ, որ սա աստվածահաճո չեն այս մտքերս, որ այս մեկին համարում եմ դեբիլ, մյուսին ոչ, բայց ուզում եմ հասկանամ, այս ուր եմ եկել հասել։ Ու հետաքրքիրը նա է, որ ես համարում եմ դեբիլ կան մարդիկ, ովքեր շատ դիպլոմներ ունեն, շատ մեծ գահերի են նստած, ինձ համար դեբիլ են, ու կան անգրագետ մարդիկ, որ իմ շրջապատում են, բայց իրենք դեբիլ չեմ համարում։ Չգիտեմ բացատրությունը դեռ, ու Սուրբ Անտոնը ինձ դա բացատրում է։ Ուրեմն մի քանի ճգնավոր ծերունիներ գալիս են Սուրբ Անտոնի մոտ, որ որոշեն միասին, որ ինչ անի մարդ, որ Աստծո արքայությունը ժառանգի, որ ճանապարհն է, տարբեր ճանապարհներ կան, որն է ամենաճիշտը, որն է ամենազորավորը։ Այդ ծերունիներից մեկը ասում է ամենաճիշտը, որ մարդ պահքեր պահի ու անդադար աղոթի։ Պահքը ինչի համար է լավ, որ մարդ տկարացնում է իր մարմինը, քիչ է ուտում, քիչ է խոսում, տկարացնում է, որ մեղքեր քիչ գործի։ Ու դե անդադար աղոթերով էլ տեսնում եք ինչ հոգևոր աճ կարող է մարդ ունենալ։ Մյուսը ասում է, չէ, գթասրտությունն ու բարեգործություններն են, կտակարանում գրած է, այդ բանը չեմ կարա հայերեն ասեմ, որ միլասերդնե naslедует царство небесное,
գտասրտություն, որ բարեգործություններ անես, կարող է սխալմամբ մեր երկրում, ոչ թե մեր երկրում, մեծահարուստների բարեգործությունները կամ մեր սովորական հասարակ մարդկանց բարեգործությունները ինչ ենք անում, Աստված էս քո բաժինն է, քեզ համար եկեղեցի սարքեմ, ասենք թե մի մեծահարուստ, այս բարեկամին էսքան գումար տամ, հարևանին էսքան գումար տամ, ինձ համար աղոթեցեք, ու ինքը իր շվայտ ունայն կյանքով ապրի։ Սա չի դա, իմ հասկանալով սա չի դա, գտասրտությունն ու փափկասրտությունը իմ հասկանալով են, որ մարդ այնքան սիրտը ցավը, որ չկարողանա, մեկ էս մի մարդու համար, հետո այն մի մարդու համար, մի խոսքով սա երևի ուրիշ մակարդակ է, որին պետք է հասնենք։ Այն մյուս ծերունին ասում եմ, ճգնավորությունն է ամենաճիշտը, ասում եմ, որ մարդը վաճառի իր ունեցվածքը աղքատներին տա ու ինքը այս երկրային բարքերից իրան զրկի, գնա ճգնամենակության մեջ, արդեն կարողանա ավելի շուտ Աստծուն հասնել։ Սուրբ Անտոնը բոլորին լսում է, ասում է շատ լավ բաներ եք ասում ու իրոք զորավոր գործեր են, զորավոր մեթոդներ են, որ մարդ հասնի Աստծո արքայությանը, բայց ասում եմ, իմ կարծիքով ամենակարևորը միտքն է։ Ու այստեղ փորձեմ իմ բառերով ասել ինչ նկատի ունի երևի Սուրբ Անտոնը, արդեն գիտենք երևի, որ մենք բաղկացած ենք, ունենք մարմին, հոգի ու միտք։ Ուրեմն ըստ սրբերի մեր այս հոգին, որ ասեցի, մտնում եմ, պետք է մեր մարմնի մեջ կարողանա այդ տարբեր ճանապարհներն անցնի, որ հասնի Աստծո արքայությանը, արժանի լինի Աստծո ներկայությամբ լինել։ Ու Սուրբ Անտոնն ասում է, որ այդ մտքի ուղեցույցը, միտքը տանող հոգու ուղեցույցը միտքն է։ Միտքը պիտի ցույց տա այս ամեն ինչը։ Մարմինը տկար է, մարմինը անընդհատ հաճույքներ է ուզում, սեռական հաճույքներ, ուտի անդադար, խմի անդադար, նարկոտիկ, եսի անընդհատ հաճույքների մեջ չէ ուզում լինի։ Այ միտքն է, որ պիտի ցույց տա մարդուն ինչն է ճիշտը, ինչը սխալը, ինչն է բարին, ինչն է չարը։ Ու հետաքրքիր է, որ այս միտքը, բոլորի միտքը գիտի ինչն է բարին, ինչն է չարը, ինչն է ճիշտը, ինչն է սխալը։ Ոնց է ստացվում, որ մի մարդ բայց ընտրում է ճիշտը, իսկ մյուսը ընտրում է սխալը, սա իմ կարծիքով արդեն հոգու տկարությունից է, որ չի զարգացել, որ մարդ եթե հոգևոր աճ է ունենում, ինքը ունենում է արդեն խիզախություն, անվախություն, որ ճիշտը ընտրի, ոչ մեկ չի կարա իրեն ասի, երևի օրինակների վրա երկու հատ օրինակ բերեմ, մեկը սովորական գինեկոլոգիական օրինակ կբերեմ, մյուսը քաղաքական։ Ուրեմն սովորական գինեկոլոգիական ունեք շատ եմ անամնես հավաքում բուժառուներից, որ ասում են այս մասին արդեն խոսել են, որ բժշկուի ջան, այս տեստամոքսս ցավում էր, բժիշկները ասեցին ընդհատի հղիությունը։ Դες բան չի կարա լինի։ Ոչ մի որ փոքր երեխուն էլ ասես, փոքր երեխան էլ կհասկանա, որ ստամոքսի ցավից մարդ չեն սպանում որովայնում։ Սա միանշանակ։ Բոլոր մարդիկ, ուրեմն փոքրից միջև մեծ գիտեն ճիշտը որն է։ Բայց թե ինչի են ընտրում սխալը, փորձում իրենց խաբել, քանի որ տկար են, հոգևոր աճ չունեն, չեն ուզում աճեն, ուզում են այստենց տկար մնան սխալները ընտրելով։ Ժողովուրդ ջան, այսքան աբորտներից խոսում եմ, չի նշանակում, որ ես սուրբ եմ, դուք մնացիք, ոչ։ Բոլորս մեր բաժին մեղքերն ունենք, բոլորս որ մեղքերի թողություն ենք ստանում, Աստված մեզ ներում է, որովհետև Քրիստոսին արդեն խաչել են մեր մեղքերի համար։ Սա պատմում եմ, որ արդեն այսօրվանից հետո մենք ճիշտ ընտրություններ անենք, խիզախություն ունենանք, ճիշտը բոլորիս համար ճիշտ է, չի կարող պատահի մեկի համար ճիշտ լինի, մյուսի համար սա սխալ լինի։ Ճիշտը միշտ բոլորի համար է ճիշտ։ Ընտրողն է, որ ճիշտն է ընտրում կամ սխալը։ Ինչ վերաբերում է քաղաքականության, ուրեմն ունենք երկու խումբ բնակչություն, մեկը ընտրում է, որ մեզ երկիր է պետք իր սահմաններով, բանակով ու զորքով, մյուսը ընտրում է, չի ասում, այս ասֆալտն եմ ընտրում ու թուրքերի հետ ընկերություն անելը։ Երեխեք, ճիշտը միակն է, չկա երկու ճիշտ, որ ասեմ, չէ, այս սխալ ասեցի, դու այն մեկը ճիշտ ասում։ Բոլորի համար ճիշտը առաջի ընտրությունն է, բոլորի համար, բայց խի են մի որոշ մարդիկ ընտրում, որ երկրորդն է ճիշտը, որ ասֆալտը թուրքերի հետ ընկերություն անել, տկար են, որովհետև առաջի ընտրությունը անելու համար դու պետք է խիզախություն ունենաս, անձնազոհություն ունենաս, որ երկրի համար քո կյանքը կարող է պետք լինի։ Սա ընտրումը Թուրքիայի հետ ընկերություն անի, կյանքը պահի, ոչինչ մի երկու ծակից կբռնաբարեն, ինչ որ sense բաներ, զատո սախ կմնա։ Չգիտեմ ինչա մտածում այդ ընտրությունն անելուց։ Ու եթե սա պետք է Ռուսաստանից չեկիստ, չամուսնացած չեկիստ ուղարկեին, որ սա ձեզասի, ուրեմն վայ եկել է մեզ տարել է։ Ճիշտը բոլորիս համար նույնն է։
Այս է հետաքրքիր, որ ես ինչի եմ մարդկանցից ներվային անում, որ ճիշտն իմանալով չարն են ընտրում, սխալն են ընտրում, բարին իմանալով չարն են անում։ Ձեզ համար եմ վատ զգում, ինձ համար մեկա դուք ինչ եք ընտրում։ Մեկ չի, որ սիրտս ցավում է, ուրեմն մեկ չի, որ այսքան տեսահոլովակներ եմ նկարահանում։ Մեզ հոգևոր աճ է պետք, ժողովուրդ ջան, մեզ հոգևոր աճ է պետք, որովհետև տկար ենք, մենք բոլորս ենք տկար, ինչքան վերև գահերի նստած են, այդքան ավելի շատ տկարներ են։ Չեմ կարողանում հեռուստացույց միացնեմ լսեմ, մեկը մյուսին չգիտեմ արժե մխտրել տեսահոլովակս իրանց ասածներով, ոչ, չարժե։ Հույսս իրանք չեն, գահերին նստածները չեն, որ մեզ պիտի փրկեն, իրանք տկար են, արդեն իրանց ընտրություններով տեսնում ենք, որ իրանք տկար են, ինչքան շատ ճգնավորներ ունենանք, կարծում եմ, որ մեր երկրի համար աղոթ են, բարձր աստիճան հոգևոր մակարդակների հասնեն, այս երկիրը փրկեն։ Մնացածներս աճենք, հոգևոր աճ ունենանք, խիզախություն ունենանք, այդ ամեն ինչը ճշմարտությունը բարին ընտրելու համար մարդ պետք է խիզախություն ունենա, ու դա հոգևոր աճի հետ է կատարվում։ Այդ ունայն բաներից դուրս գանք, որ գնում ենք սրբերի կյանքը կարդանք, որ հասկանանք, որ այս ոսկեղենը վրաներս ենք լցնում, Gucci, Prada հագնում, գնում են մյուսին ցույց տալիս ինչքան ունայն է։ Սողոմոնը արքան այդ ամեն ինչի մեջով անցավ, հասկացավ, որ ունայնություն է, թողեց գնաց սաղմոսներ մեզ համար թողեց։ Եկեք հասկանանք մենք որտեղ ենք։ Մեր հոգևոր աճից մենակ այս երկիրը կարանք փրկենք, ուրիշ ձև չկա, ու իրավունք չունենք տկար լինելու, չարն ընտրելու, սխալն ընտրելու, թացը չուրիշ չտարբերենք, այս երկիրը մեր հույսին է։ Հուսամոկտակարի, ամենակարևոր բանը, որ մայրերին, ոչ միայն մայրերին, այլ հայրերին, որ երեխաները զավակներ են կորցրել 44 օրյա, կան եղբայրներ, որ եղբայր են կորցրել, քույրեր, որ եղբայր են կորցրել այս պատերազմի ժամանակ, ունենք զինվորներ, որ օրգաններ են կորցրել, տեսողություն, ոտք, ձեռք։ Սուրբ Անտոն Մեծի գրքում դրա մասին էլ կար գրած, որ մենք ոչինչ չունենք։ Սա հետաքրքիր է, որ իմ ընկերուհիները, ոնցից ես համարում եմ, որ իրանցից ավելի հոգևոր զարգացում ունեմ, ընկերուհիներիցս մեկը ամեն անգամ տղայի ծնունդին ասում էր Աստծուն շնորհակալություն էր խնդրում, ասում շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ է ընտրել քեզ համար մայր։ Սրանով ասում է, որ ես իմս չես, Աստծուն է, ով ինչ ունի, Աստծուն է, որս ինչ ունենք, ինչ օրգան ունենք, լրիվ տրված է Աստծո կողմից, որ մեր հոգին ներսում աճի, ու հոգու աճի համար ոչ մի խոչընդոտ չկա, մենակ մեր ցանկությունն է կամքի ուժը։ Ձերը չեն եղել այդ զինվորները, ժողովուրդ ջան, ձերը չեն, Աստծունն է եղել, ինձ չի տվել, օրինակ ինձ տենց զինվոր չի տվել, ձեզ է տվել, դուք այդ երանելությունը ունեցել եք 18 տարի, 20 տարի, 25 տարի այդ մարդկանց վայել եք ձեր ներկայությամբ, իրենց ներկայությունը վայել եք, արդեն դրա համար պիտի շնորհակալ լինենք։ Եթե մենք բոլորս ամեն մարդու այդպիսի փորձություն չի տվել, ինձ չէր կարա այդպիսի փորձություն տար, կմեռնեի ես 25 տարեկան եմ եղել, մի տղա ինձ ասել է չի կարա ինձ հետ ամուսնանա, չի ուզում ինձ հետ ամուսնանա, 3 օր չեմ կարողացել շարժվեմ, հաց չեմ կերել, ջուր չեմ կերել, ընկել համոզված, որ ես ինչ-որ գենետիկական բան ունեի, հիվանդություն ունեի, աշխարհին հայտնի, որ սենց ստրեսից ես գենետիկական հիվանդությունս արտահայտվեց, մկանների թուլությունով, այն լավ է, որ մեռնում եմ, ես որ տաղագործներ, իմ հալս ինչ կլներ, ամեն մարդու չի տրված այդպիսի մեծ փորձությունների մեջով անցնել, ու այդ փորձություններն են, որ հոգու աճ են տալիս։ Ուրեմն մեր համար չենք, պետք է իմանանք, որ այս մարմինը տրված է հոգու համար, եթե հիմա ամեն մեկս տկարանանք, ասենք, վայ, ես լույս եմ կորցրել, չեմ կարա ոչ մի բան անեմ, մեկը ասի, ես օրգան եմ կորցրել, ես ասեմ, վայ, ես տկար եմ, հեսա պարկելու եմ, այս երկիրը կկորցնենք ամբողջությամբ։ Իրավունք չունենք, պիտի ուժեղանանք, մեր հոգու վրա աշխատենք, հնարավորինս մարմինը տկարացնենք, իրոք որ կարողանա հոգին մեջ աճի, ճիշտ ընտրություններ կարողանա, դե միտքը ասելու է մեզ ճիշտ ընտրություններ, մնում է հոգին ու մարմինը այդ ճիշտ ընտրությունների հետևից գնան։ Հուսամ օգտակար էր, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։